Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարում է, որ Ղարաբաղի, Զանգեզուրի եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձը բացառիկ կարեւորություն ունի իրենց համար։ Միայն այսքանը լիովին բավարար է հասկանալու համար, որ Նիկոլի բերած խաղաղությունը կեղծ է եւ գոյություն չունի։ Չի կարող լինել խաղաղություն, երբ թշնամին քեզնից անվերջ տարածքային պահանջներ է ներկայացնում եւ այդ պահանջները հնչում են նույնիսկ նրա կրոնական առաջնորդների շուրթերով։ Այստեղից էլ պարզ է դառնում, ինչու է սկսվել հակաեկեղեցական արշավը, որովհետև հայ առաքելական եկեղեցին այսօր միակ ինստիտուտն է, որը չի լռում, չի հաշտվում այս պահանջների հետ եւ չի ընդունում պարտությունը որպես նոր նորմալություն։ Պատահական չէ, որ Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքից ու ադրբեջանցիների վերադարձից, իսկ այս թուրք ադրբեջանական շահերը սպասարկող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներսում սկսում է հակաեկեղեցական արշավ։ Նույն տրամաբանությամբ էլ սահմանադրությունն են փոխում Իլհամ Ալիևի պահանջով, միայն թե հանկարծ վերջինիս ցուցումով սահմանին կրակոց չլինի եւ մինչ ընտրությունները կարողանան մարդկանց համոզել, թե իբր խաղաղություն են բերել։ Սակայն ժողովուրդը հիմար չէ, ժողովուրդը տեսնում է ամեն ինչ, տեսնում է ով հանձնեց Արցախը, Տավուշի 4 գյուղերը, ում օրոք եղավ քաղբանտարկյալների աննախադեպ թվաքանակ, հոգեվորականների հալածանքներ, խաղաղ ցուցարների վրա նռնակներ եւ այլ բռնություններ։ Եվ հիմա դուք կարծում եք, որ ընտրություններից 2 ամիս առաջ թոշակ բարձրացնելով եւ անորակ ասֆալտ փռելով նորից վերընտրվելու եք։ Սխալվում եք, պարոնայք։ Ժողովուրդը կտա ձեր պատասխանը։